Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համարում։ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-ից 3 աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մասնակցելու Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը։ Վարչապետ Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, ապա հանդես եկել ելույթով։ Զանգեզուրի միջանցքի շինարարական աշխատանքներն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին շուտով կավարտվեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Նրա ուղեկցությամբ երկրում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Մեխակավանի եւ Կովսականի շրջաններ։ Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների դատավարությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին։ Մեղադրող կողմը հանդես կգա ճառով։ Վերջին նիստի մանրամասները տեսանյութում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընթացք է տվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաղորդմանը, որն առնչվում է Էջմիածնի քիմիկների զորամասում տեղի ունեցած արարևույթ հանցագործությանը։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանի երիտասարդ ծանրորդները հաջող մեկնարկ են ապահովել Դուրեսում ընթացող Եվրոպայի առաջնությունում, վաստակելով ընդհանուր առմամբ 6 մեդալ, 3 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե։ Առաջնությունը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 4-ը։ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-ից 3 աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Կահիրեում։ Եգիպտոսի նախագահի հրավերով նա կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը։ Վարչապետը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը։ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչեւ այժմ իրենց իրականացրած ծառայության համար։ Նա իր ելույթում հայտնել է, թե ակնկալում է, որ ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հենց իրենց ծառայողների համար։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում եւ սա կարեւոր շեշտադրում է, այսինքն մենք ոչ թե ոստիկանության զորքերը վերափոխում ենք ոստիկանության գվարդիայի, այլ մենք այսօր ստեղծում ենք ոստիկանության գվարդիա։ Իհարկե, անցած ճանապարհը եւ պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում եւ մեր ակնկալիքն է, որ ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն եւ Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների եւ հենց իրենց ծառայողների համար եւ իհարկե կարեւոր մի փուլ է ոստիկանության ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար եւ ուզում եմ ընդգծել սակայն, որ այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս, որ բարեփոխումները ամփոփելու եւ ավարտելու մասին բոլոր մտածումները եւ պատկերացումները անպատեհ են, որովհետեւ բարեփոխում մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովհետեւ այն պահին, երբ որ մենք արձանագրենք, որ մենք բարեփոխում ավարտել ենք, այդ նշանակում է սկսել ենք հետընթացը։ Չի լինում այդպիսի մի իրավիճակ եւ պետական ինստիտուտները, պետությունը ընդհանրապես, եթե կուզեք նույնիսկ մարդը կանգի իրավիճակ չի ունենում, նա կամ բարելավում է, կամ առաջընթաց է գրանցում, կամ զարգացում է գրանցում, կամ հետընթաց է գրանցում, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ ես ուզում եմ, որ մենք այս տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ սկսենք ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը։ Բաքուն պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևն ասել է, որ ադրբեջանական կողմը չի կարծում, թե ներկա պայմաններում ամենաբարձր մակարդակով այդ միջոցառմանը մասնակցելը կլինի հնարավոր։ Հաջիևը նաև հայտարարել է, որ պաշտոնական հրավերնամակ Ալիևը դեռ չի ստացել, ավելի վաղ էլ հայկական կողմն էր հայտարարել, թե մտադիր է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրել մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Զանգեզուրի միջանցքի շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շուտով կավարտվեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա ուղեկցությամբ երկրում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Մեխակավանի և Կովսականի շրջաններ, տեղում հետևելու աշխատանքներին։ Զանգեզուրի միջանցքի մինչև Ադրբեջանա-Հայաստանյան սահմանն ընկած հատվածի շինարարությունը մոտենում է ավարտական փուլին։ X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանը տեղում լայնածավալ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապեր ստեղծելու ուղղությամբ, գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հաջիևը հավելել է, որ երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները, այդ թվում թունելները, կառուցվում են շատ արագ տեմպերով։ Նա հայտարարել է, որ քննարկվում է միջազգային գործընկերների ներգրավումը Նախիջևանում ավելի քան 188 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների կառուցմանը։ Ադրբեջանական կողմը նաև հաղորդում է, որ Ալիևի հանձնարարությամբ Բաքուն նաև Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 50 երկրների դեսպանների է տարել Զանգելան, Զանգեզուրի միջանցքի մաս կազմող Հակարիի երկաթուղային կայարան, հետևելու Զանգեզուրի միջանցքի շինարարությանը։ Այստեղ Կովսականի կոնգրեսի կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը քաղաքական աջակցություն է ցուցաբերել խաղաղության գործընթացին։ Մեր նպատակը խաղաղության հասնելն էր։ Մենք նաև շնորհակալ ենք ԱՄՆ վարչակազմին, նախագահ Թրամփին և նրա ամբողջ թիմին խաղաղության առաջխաղացման գործում ցուցաբերած քաղաքական աջակցության համար։ Ադրբեջանն ու Հայաստանը սովորում են ապրել խաղաղության մեջ, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրներն էլ չեն գիտակցել, թե ինչ է խաղաղությունը։ Պատերազմ հայտարարելը շատ հեշտ է, քանի որ այն ենթադրում է արյունահեղություն, ավերածություններ, իսկ խաղաղություն հաստատելը և խաղաղ պայմաններում ապրելուն սովորելը չափազանց դժվար։ Ավելի վաղ Աստանայում հնչեցրած ելույթի ժամանակ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ։ Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ստեղծման ուղղված աշխատանքներն ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն։ Այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 2028-ի տարեվերջին։ Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ, Բաքվից արդեն 5-րդ տարին է անվանում են Զանգեզուրի միջանցք։ Թեև ամիսներ առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածը ստացավ Թրամփի ուղի անվանումը, սակայն Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարությունը, հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին։ Մեղադրող կողմը հանդես կգա ճառով դեռևս չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Այդ նիստերն ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ։ Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է ծանր հանցագործությունների համար։ Սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո 23 հայ գերիները փաստացի հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Նրանց առողջական վիճակի ու պահման պայմանների մասին որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում։ Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դեմ հարուցված բազմահատոր քրեական գործերի քննությունը։ Նիստերն անցկացվել են դռնփակ, առանց անկախ լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայության։ Բաքուն 15 հայ գործիչների, այդ թվում Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին մեղադրում է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության, ահաբեկության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների համար։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, դատական նիստերին անցկացվել են մեղադրյալների մասնակցությամբ, յուրաքանչյուրին տրամադրվել են թարգմանիչներ և պաշտպաններ։ Դատական դահլիճում ներկա են եղել նաև տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդները և պետական մեղադրող դատախազները։ Վերջին նիստի մեկնարկին Լևոն Մնացականյանի պաշտպան Օկտայ Մադաթովը դիմել է դատարանին, խնդրելով հնարավորություն տալ հանդիպել իր պաշտպանյալի հետ ընդմիջման ընթացքում։ Դատավորն ընդունել է միջնորդությունը, նշելով, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն։ Այնուհետև մեղադրյալ Դավիթ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել, հայտարարելով, որ համաձայն չէ իրեն վերագրվող հանցագործությունների որոշ դրվագների հետ։ Նա պահանջել է հանել հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեղադրանքը և իր գործը առանձին վարույթով քննել։ Սակայն պետական մեղադրող Ֆուադ Մուսայևը նշել է, որ ապացույցների գնահատման փուլը դեռ չի սկսվել և միջնորդությունը դատարանը մերժել է անհիմն լինելու պատճառով։ Դատավարության ընթացքում պաշտպանները պարբերաբար բարձրաձայնել են գաղտնի հանդիպումներ
հաղորդումների եւ լրացուցիչ փաստաթղթերի կցման հարցեր։ Մասնավորապես Լևոն Մնացականյանի պաշտպանը հայտարարել է, որ որպես ապացույց դատարանին է ներկայացրել իր անձնական արխիվից մի շարք փաստաթղթեր։ Նիստին կողմերը հայտնել են, որ դատական քննության փուլն ավարտված է եւ դատախազները գոհ են քննության ընթացքում ներկայացված ապացույցներից։ Պետական մեղադրանքը պաշտպանող գլխավոր դատախազի օգնական Վյուսալ Ալիևը դատարանից խնդրել է ժամանակ մինչև նոյեմբերի 3-ը։ Դատարանը համաձայնել է եւ որոշել է, որ հաջորդ նիստում կսկսվեն կողմերի եզրափակիչ ելույթները։ Ավելի վաղ նիստերին ադրբեջանցի մեղադրող Վյուսալ Աբդուլլայևը հարցեր էր ուղղել Արայիկ Հարությունյանին, փորձելով կապել Արցախի իշխանություններին Հայաստանի պետական կառույցների հետ։ Նա մասնավորապես հետաքրքրվել էր, թե ինչու է Հարությունյանի ծննդյան վկայականում նշված Ստեփանակերտ ադրբեջանական ԽՍՀ, իսկ անձնագրում Հայաստանի ԽՍՀ։ Մեղադրողը հարցրել էր, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը։ Հարությունյանը պատասխանել էր, որ այդ հարցը երբեք չի քննարկվել Հայաստանի իրավասու մարմինների հետ։ Բացի այդ, դատարանում քննության է առնվել նաև Սարդարապատում 2020 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցած պարգևատրման արարողության տեսանյութը, որին մասնակցել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները եւ Արայիկ Հարությունյանը։ Մեղադրող կողմը փորձել է այդ դրվագը կապել Տավուշյան մարտերի հետ, նշելով, որ դա Հայաստանի եւ Արցախի ռազմական գործակցության ապացույցն է։ Հարությունյանը նշել է, որ նման միջոցառումներին Արցախի պաշտոնյաները մշտապես հրավիրվում էին որպես գործընկեր կառույցի ներկայացուցիչներ։ Ըստ ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի, մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ Ադրբեջանի դեմ պատերազմ իրականացնելու, ցեղասպանություն կազմակերպելու, ահաբեկություն իրականացնելու, իշխանությունը բռնիզավթելու եւ բազմաթիվ այլ արարքների համար։ Ադրբեջանը պնդում է, թե այս հանցագործությունները կատարվել են Հայաստանի եւ Արցախի ղեկավարների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Սեյրան Օհանյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի եւ այլոց ուղակի կամ անուղակի մասնակցությամբ։ Հատկանշական է, որ Բաքվում ընթացող դատավարությունը շարունակվում է առանց միջազգային դիտորդների ներկայության, ինչը մտահոգություն է առաջացրել հայկական եւ միջազգային իրավապաշտպան շրջանակներում։ Ավելին, սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո այնտեղ պահվող 23 հայ գերիները գտնվում են լիակատար մեկուսացման մեջ։ Նրանց առողջական վիճակի, պահման պայմանների եւ անվտանգության վերաբերյալ որևէ վստահելի տեղեկատվություն ընտանիքներին չի հասնում։ Բաքվի զինվորական դատարանում հաջորդ նիստը հրավիրվել է նոյեմբերի 3-ին, որի ժամանակ մեղադրող կողմը կներկայացնի իր եզրափակիչ ճառը։ Դրանից հետո կսկսվեն պաշտոնական ելույթները եւ հնարավոր է դատավճռի հրապարակման փուլը։ Այս պահին միակ չավարտված դատավարությունը մնում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը, որի լսումները շարունակվում են առանձին վարույթում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում էր շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Բարեկո պարոն Խզմալյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ողջույն։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները։ Սկսենք ամենասկզբից, հոկտեմբերի 28-ից 30-ը քաղաքամար Երևանը հյուրընկալել էր Եվրանես խորհրդանական լեհաժողովի 12-րդ նիստը։ Այստեղ էին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, նախ կցանկանայի ձեր մեկնաբանությունը հնչեցնեիք, ինչպես է գնահատում այն, ինչպես անցավ, որոնք էին ամենակարևոր շեշտադրումները, ինչ խոսվեց, ինչ չխոսվեց, որոնք էին մեսիջները, ինչ անելիք ունենք այդ մասով եւ հետո անդրադառնանք, թե ինչու Վրաստանն ու Ադրբեջանը չմասնակցեցին, խնդրեմ։ Եթե փորձենք ամփոփ բնորոշել այն ինչ տեղի ունեցավ, ես կօգտագործեմ վարչապետ Փաշինյանի շուրջ 1 տարի առաջ արված հայտարարությունը, առայն որ Հայաստանը այնքանով է պատրաստ մոտենալ մերձենալ Եվրոպային, որքանով որ Եվրոպան պատրաստ է ընդունել Հայաստանին։ Այդ իմաստով Եվրոպան եկավ Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրանեստը արևելյան համագործակցության այդ հատուկ ձևաչափով մի շարք պատգամավորներ եկան ասելու, որ Եվրոպան պատրաստ է Հայաստանին ընդունելու եւ այդ հարցը ընդհանրապես այնտեղ չի դրվում, որովհետեւ 2014 թվականի մարտին Եվրոխորհրդարանում տեղի ունեցել մարտի 13-ին, եթե չեմ սխալվում, քվեարկություն, որի ընթացքում 504 ձայնով 4-ի դեմ, 504-4-ի դեմ, նման բան Եվրոխորհրդարանի պատմության մեջ չի եղել գրեթե, պատգամավորները քվեարկեցին
կողմները, որ Հայաստանի սպասվելիք հայտը, դիմումը Եվրամիության անդամակցությանը ընդունվի։ Մենք ողջևորված դրանով առաջարկեցինք օրենք ընդունել, հանրաքվե, ստորագրահավաք եւ այլն, եւ դրա արդյունքում այս տարվա մարտի 26-ին ընդունվեց մեր կողմից նախաձեռնված օրենքը ազգային ժողովի կողմից եւ պետք է նշել, որ գրեթե բոլոր падգամավորները Եվրոպայի խորհրդարանի, որ եկել են այստեղ, նշում են հենց դա, որ Հայաստանն ընդունել է պատմական օրենք, ինչպես ասել ունենք ուկրաինական պատվիրակության ղեկավարը, այսպիսով իրենք հարց են տալիս բոլորովին այլ իմաստով, որքանով է Հայաստանը պատրաստ մերձենալ Եվրոպային, եւ այս առումով մենք առնվազն 4 падգամավորներից լսեցինք բավական կոշտ ձևակերպումներ։ Առայն որ Հայաստանի իշխանությունը չի կատարում իր խոստումները, իր պարտականությունները եւ չի կատարում այն սպասելիքները, որ Եվրոպան ունի, որովհետեւ Վրաստանի օրինակը Եվրոպային ոչ թե վախեցրեց իհարկե, բայց մեծագույն դասեր։ Մեծ դասեր եւ ահա ինչու օրինակ Հայաստանին տրվելիք ֆինանսական օժանդակությունը շուրջ 10 անգամ ավելի փոքր է, քիչ է, քան այն ինչ տրվում էր ժամանակին Վրաստանին։ 20 տարվա ընթացքում Վրաստանը ստացավ 20-ից 30 միլիարդ դոլար եվրոպական ներդրումներ եւ Բաթումի, Քութայիսի, ոստիկանության ու դատաիրավական բարեփոխումները, Թբիլիսիի 5 քաղաքի վերանորոգում, այդ ամենը Սաակաշվիլի ժամանակաշրջանում էր դա։ Սկսած եւ մինչեւ վերջերս, որտեղ Իվանիշվիլին պատահական չէ, որ շարունակում է պնդել, որ իբրև թե մենք պատրաստվում ենք Եվրամիությանը, սակայն բոլոր քայլերը բերեցին Իվանիշվիլին նրան, որ Եվրոխորհրդարանը եւ Եվրամիությունը հրաժարվում են ճանաչել գործող կառավարությունը Թբիլիսին։ Եվ հիմա իրենք տագնապով տեսնում են, որ Հայաստանը կարծես թե գնում է վրացական ճանապարհով, այսինքն խոստումները, հայտարարությունները արվում են միայն հայտարարություններ են մնում, գործի չեն վերածվում։ Այո, որտեվ Հայաստանը մնում է ռուսական եւ մաքսային, եւ ռազմական, եւ քաղաքական, եւ քաղաքակրթական բոլոր այդ բլոկներում, որոնք հակասում են եւ իրարամերժ են Եվրամիությանը միանալու խնդրին, գաղափարին։ Տեսեք, Վրաստանը կանգնեց եւ ասեց, որ չենք մասնակցում, որովհետեւ մեր իշխանություններին դուք համարում եք ոչ լեգիտիմ, ոչ ընտրված։ Ադրբեջանը նշեց, որ դուք մեր ազգային ամբողջականությունը չեք ճանաչում։ Սրանք դիվանագիտորեն, եթե վերլուծենք, ինչ է նշանակում, այսինքն ինչու չմասնակցեցին, միայն դա էր պատճառը, թե դրա տակ այլ ականներ կան դրված։ Տեսեք, Վրաստանը եւ Ադրբեջանը հիմա մտել են հենց այն բանաձևի մեջ, որին ցավոք սրտի հակված է նաև Հայաստանի իշխանությունները, դա կոչվում է ռեգիոնալիզմ, այսինքն մի խառնվեք մեր գործերին, մենք, այսինքն Ռուսաստանը եւ Թուրքիան, որպես երկու գերտերություն տարածաշրջանային, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը կլուծեն այդ հարցերը։ Իրանը հիմա արդեն փաստորեն խաղից դուրս է ներքին պատճառներով եւ պարզվում է, որ այդ 3 գումարած 3, որի մասին արդեն կրկին խոսում են Երևանում, դա նշանակում է իրականում 4-ը 1-ի դեմ կամ եթե Իրանն էլ հաշվենք 5-ը 1-ի դեմ։ Եվ այս ամենը եվրոպացիներին հուշում է, որ իշխանությունները անկեղծ չեն Եվրոպայի հետ, որ սա որոշում է, որը Երևանը պահպանելու է մինչև ընտրություններ, որովհետև իմ օրինակ կարծիքով եւ ես եվրոպական խորհրդարանական падգամավորների հետ որ հանդիպում եմ, ասում է, որ մեր տպավորությունն է, որ գործարք է փաստորեն Փաշինյանի սպասելիքները Պուտին, Ալիև, Էրդողան երյակից են, իրենք երաշխավորել են չխանգարել, այլ օգնել նրան, անգամ Պուտինը, որովհետև Փաշինյանի այս քաղաքականությունը ռեգիոնալիստական, որը ոչ թե ռուսամետ է, այլ այդ ռուսական ազդեցությանը, որը ահռելի է, վիթխարի է Հայաստանում, նկատի առնելով տնտեսական ներկայությունը Ռուսաստանի էներգետիկայում, երկաթուղիում, բանկային, ֆինանսական, հանքային բոլոր ոլորտներում, նաև մամուլում եւ քաղաքական դաշտում, հիշենք միայն, որ ազգային ժողովի 3 կուսակցությունից 2-ը ուղիղ պրոռուսական են, բայց Փաշինյանը դրան ավելացնում է նաև Ալիևի եւ ինչ որտեղ նաև Էրդողանի գործոնները։ Եվ այստեղ Եվրոպան զգում է, որ նրանց մասնակցությունը զուտ ֆորմալ է եւ իրենք զգում են, որ այստեղ մեծ տարբերություն կա հայտարարությունների եւ գործերի միջև եւ այս
Euronest-ի հավաքը կոչված էր կարծես վերջին ահազանգը տալ Եվրոպայից։ Եվրոպան չի վստահում Հայաստանին եւ սա դարձել է ակնհայտ։ Այսինքն ստացվում է Փաշինյանի ասածը, որ Եվրոպան ինչքան մեզ կթողնի, այնքան կմոտենան։ Գուցե Եվրոպան չթողնի։ Եվրոպան շուտ տվեց այդ հարցը։ Մենք ձեզ սպասում ենք։ Ինչ եք դուք արել։ 7 ամիս է ինչ ընդունել եք օրենքը, բայց դիմել եք ոչ թե Եվրամիության անդամակցության հայցով, այլ Շանհայի։ Եվ դա օրինակ, եթե հանկարծ Պակիստանը փաստորեն ակամա չարգելափակեր, ապա որևէ եվրոպական հեռանկարների մասին խոսելը ծիծաղելի կլիներ։ Չի կարող Շանհայյան կառույցի մասնակից երկիրը մասնակցել Եվրամիությանը, անդամակցել։ Չի կարող եվրասիական այդ ԵԱՏՄ-ի գործող երկիրը, որը 5 անգամ ավելացրեց վերջին 5 տարվա մեջ ապրանքաշրջանառություն Ռուսաստանի հետ, մասնակցել եւ անդամակցել Եվրամիության, այսինքն որևէ քայլ դեպի Եվրամիություն իրականում արված չէ։ Փոխված է միայն մեկ ցուցանակ արտգործնախարարություն։ Եվրոպայի բաժինը հիմա կոչվում է Եվրոինտեգրման բաժին, ուրիշ ոչինչ արված չէ։ Տեսեք, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով է նախատեսում անցկացնել Երևանում մայիսին, 50 երկրներից ներկայացուցիչներ են գալու, որքանով է սա դրական, ինչ ակնկալիքներ սպասել սրանից եւ խոսեցինք նաեւ ինչպես դուք նշեցիք Ալիևից եւ Էրդողանից, Փաշինյանը նրանց հրավիրել է եւ մենք ստացանք պատասխան Հաջիևի շուրթերից, արդեն հարավության եւ երեք երեկոյան հայտարարեցին ադրբեջանական լրատվամիջոցները, որ Ադրբեջանի բռնապետ նախագահն ասել է ես չեմ գալու, որովհետեւ չեմ գալու, քանի որ խաղաղության որևէ թուղթ չկա, պայմանագիր չկա, իրավական ուժ չունեցող որևէ բան է եւ ես վստահ չեմ, որ իմ ներկայությունը այդտեղ կարեւոր է։ Էրդողանից դեռ որևէ պատասխան չկա, բայց բնականն է, ակնկալում ենք, որ լինելու է ոչ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Եվրոպան իրականում աջակցում է ոչ թե Հայաստանի իշխանության, այլ Հայաստանի պետականության շահերին, որովհետև տեսեք, Եվրոպան խոսում է, օրինակ, ինչու՞ն է Ալիևը մեղադրում Եվրոպային։ Դուք չեք ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ասել է Ալիևը։ Բանն այն է, որ եվրոպական հիմնադիր սկզբունքներում մարդու եւ ազգի ոչ միայն ազատություններն են, այլ նաեւ ինքնորոշման իրավունքն է։ Եվ օրինակ փախստականների իրավունքը վերադառնալ Արցախ 150,000 փախստականների, դա Հաագի միջազգային ՄԱԿ-ի դատարանի որոշումն է 23 թվականին ընդունված նոյեմբերի 17-ին, այսինքն Արցախի հայաթափումից 2 ամիս անց ՄԱԿ-ը ընդունել այդպիսի որոշում Հաագի ամենաբարձր դատական ատյանում եւ Եվրոպան դրան է ուղղված։ Մենք մեկը մյուսի հետևից լսում ենք ինչպես եվրոպական խորհրդարանում, անգամ ոչ միայն Եվրամիության, Շվեյցարիան չի մտնում Եվրամիություն, բայց այնտեղի խորհրդարանը որպես մեծագույն գերխնդիր ուսումնասիրում է եւ պաստորեն փորձում է օգնել այդ հարցի լուծմանը, բայց Հայաստանը մերժում է այդ հարցը, որովհետեւ ինչու է մերժում, պարոն Խզմալյան, ինչն է պատճառը, ինչու է մերժում։ Այստեղ ես վերադառնամ մեր առաջին հարցին, որովհետև մեր տպավորությամբ եւ եվրոպացիների հետ մենք քննարկել ենք դա, Փաշինյանի կառավարությունը իր վերընտրությունը, որը նա գլխավոր խնդիրն է համարում, այնքան կարևորում է, որ անգամ ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է 26 թվականի իր վերընտրության անհրաժեշտության մասին, Փաշինյանը համարում է, որ այդ երաշխիքները նա կարող է ստանալ Ռուսաստանի, Ադրբեջանը եւ Թուրքիայի համաձայնության դեպքում։ Ահա ինչու նա փաստորեն չի անում որևէ քայլ, որը դժգոհություն կառաջացներ այս երեք մայրաքաղաքներում։ Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիան փաստորեն կատարում է բացարձակապես այլ այդ խաղաղության տրամաբանության, խաղաղության խաչմերուկի տրամաբանությունից չբխող քայլեր։ Բավական է հիշել, որ օգոստոսի 8-ի համաձայնագրից 20 օր հետո Թուրքիան սկսեց կառուցել Կարս Նախիջևան երկաթուղին, մինչդեռ ընդամենը պետք էր բացել Կարս Գյումրի անցակետը եւ երկաթուղին կառուցված է այնտեղ 100 տարուց ավել։ Եվ անդադար ձգձգում, անդադար ադրբեջանական շահն են առաջ տանում, երբ որ Ադրբեջանի հետ ադրբեջանական, բոլոր խոսույթին համապատասխան գործառույթներ կիրականացվի, նոր մենք կորոշենք Հայաստանի հետ, այսինքն Հայաստանին չեն դիտարկում առանձին։ Ոչ միայն դա, տեսեք, այդ Կարս Նախիջևանը պետք է անցնի թուրքական սահմանը, Արաքսի աջ ափով։ Դա նշանակում է, որ մենք 2 միլիարդից մինչև 3 միլիարդ պատրաստ են ծախսել 4 տարի
աշխատել, այնտեղ շատ բարդ ռելիեֆ է, այսինքն տոնելներ, կամուրջներ, միայն որ չօգտվեն Հայաստանի ճանապարհով եւ դրանով չապահովեն Հայաստանի ապաշրջափակումը։ Այսինքն դա մեսիջ է, որ իրենց համար միևնույն է Հայաստանում ինչ տեղի կունենա։ Ոչ, դա մեսիջ է առայն, որ իրենք շարունակելու են շրջափակել Հայաստանը։ Այո, այսինքն Հայաստանի շահը ստորադասվում է այստեղ։ Բացարձակապես, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը աշխարհաքաղաքական էգզիստենցիալ իմաստով, գոյաբանական իմաստով երբեք չեն հանդուրժի Հայաստանի անկախ գոյությունը, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան կառուցված են հայկական տարածքների վրա, եւ դա խորագույն բարդույթ է իրենց համար։ Ուստի Հայաստանը այս անբարենպաստ վերին աստիճանի վտանգավոր տարածաշրջանում եւ շատ վտանգավոր ժամանակաշրջանում կարող է պահպանել իր պետականությունը միայն մի դեպքում, եթե մենք դառնանք հզոր ռազմաքաղաքական դաշինքի մասը։ Կա միայն մեկ աշխարհում նման ռազմաքաղաքական դաշինք, դա Եվրոպական միությունն է եւ ՆԱՏՕ-ն։ Եվ ամեն ամիս, որը մենք կորցնում ենք այդ ճանապարհով, նվազեցնում է մեր հնարավորությունները, որտեղ Եվրոպան պատրաստ է արդեն 30 թվականին փակել իր ընդլայնումը։ Եվրոպայում մեկը մյուսի հետևից իշխանության են գալիս աչակողմյան, իզոլյացիոնիստ կուսակցություններ եւ դա նշանակում է, որ մեզ տրված է վերջին ժամկետը, վերջին շանսը։ Մեկ տարիներ առաջ զգուշացնում ենք այդ մասին, որովհետեւ միջազգային միտումը գնում էր դեպի այդ աչ շարժում։ Մենք տեսնում ենք դա 24 թվականին մենք համոզեցինք իշխանությանը ընդունել Եվրամիության անդամակցության մասին օրենքը հենց այն պատճառով, որ նախորդ ամառ Եվրախորհրդարանի մի շարք երկրներում հաղթեցին աչ կուսակցությունները եւ Թրամփը վերընտրվեց Միացյալ Նահանգներում։ Այդ միտումը շարունակվելու է։ Ահա ինչու խիստ անհրաժեշտ է օր առաջ իրականացնել այն օրենքը, որ ընդունված է։ Տեսեք, պարոն Խզմալյան, ինչպես դուք նշեցիք, որ Ադրբեջանին եւ Թուրքիային բացառապես միևնույն է Հայաստանը կապաշրջափակվի, տնտեսապես կհզորանա եւ այլն, դեռ մի բան էլ ավելին, նրանք միշտ ուզում են Հայաստանին ավելի ծնկի տեսնեն։ Այդ դեպքում ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ մենք բոլորս խաղաղության ենք գնում, անդադար ասում ենք այդ մասին, իսկ տեսնում ենք, որ Ալիևը նույնիսկ ասում է, ես չեմ գա նույնիսկ ինչ-որ մի հատ համաժողովի, որը խաղաղություն կնքված չի, որը փաստաթուղթ չկա, այսինքն յուրաքանչյուր պահին նա կարող է ասել, դա առ ոչինչ թուղթ է, նույն օգոստոսի 8-ը եւ ինչ ուզեմ կարող եմ անել, իմ առավելապաշտական նկրտումներն էլ, բռնություններ Թուրքիան իմ կողքին կանգնած է եւ այսպես շարունակ։ Խաղաղությունը դա գաղափար է, որի մեջ տարբեր իմաստ են դնում տարբեր երկրները։ Ադրբեջանը եւ Թուրքիայի, հատկապես Ադրբեջանի համար, նաեւ Ռուսաստանի համար խաղաղությունը նշանակում է այն բոլոր զիջումների, որի ցուցակը իրենք դրել են Հայաստանի առջև եւ որը սպառված չէ։ Խոսքը դեռ գնալու է անկլավների մասին, խոսքը դեռ վերադարձի մասին փաստականներ եւ այդպես շարունակ օրը մի բան կհորինեն։ Պատրաստում են դա սահմանադրության փոփոխություն, այսինքն ոչ միայն ծնկի բերել, այլ ընդհանրապես հարցականի տակ դնել Հայաստանի պետականությունը։ Դա հստակ ծրագիր է եւ չտեսնել դա հավկուրություն է։ Հայաստանի համար եւ ընդհանրապես միջազգային նաեւ եվրոպական օրենքի տեսակից խաղաղությունը հնարավոր է միայն արդարության դեպքում։ Եթե արդարությունը ազգի, մարդկանց իրավունքների, ազատությունների պետության հանդեպ չկա, ուրեմն այդ խաղաղությունը խիստ ժամանակավոր է։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, երբ որ խաղաղ պայմանագրերը կնքվում են ընդամենը մի քանի օր կամ շաբաթ մի անգամային։ Շատ կարճ եւ ամփոփենք, որն է ելքը, ինչ եք առաջարկում դուք։ Այս բարդ իրավիճակում։ Եթե շատ կարճ, մենք պետք է հասկացնենք իշխանություններին, որ անձնական, կուսակցական նեղ շահերը չեն կարող գերադասվել ազգային եւ պետական շահերից, որ ամենակարևորն է Հայաստանի պետականությունը պահպանելու համար Եվրամիությանը անդամակցելն է, ոչ թե 1 տարի, ոչ 20 տարի անց, ինչպես ասում են պաշտոնյաները, այլ օր առաջ հայտը պետք է ներկայացվի եւ պետք է սկսվեն խորագույն սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական, գաղափարական, քաղաքակրթական բարեփոխումները։ Ուրիշ ճանապարհը տանում է մեզ անդունդ։ Արդյոք մեր հասարակությունը պատրաստ է։ Մենք պետք է պատրաստենք մեր հասարակությանը, այդ մասին պետք է խոսել օր գիշեր, օրնիբուն, դրանով պետք է ապրի կառավարությունը։ Դրա համար ենք մենք ընտրել 18 թվականին Փաշինյանին հույս ունենալով, որ մենք ոչ թե Սերժ Սարգսյանից ենք պոկվում, Ռոբերտ Քոչարյանից, այլ այն համակարգից, այն աշխարհայացքից, այն գաղութից, որի խորհրդանիշն էին նրանք եւ մնում են, այլ ոչ թե նմանվել նրանց
ինչպես կատարվում է վերջի ժամանակներում։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Շնորհակալություն։ Շարունակում ենք թողարկումը Ծափաթաղ համայնքի 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Երեխային դեռևս չեն հայտնաբերել, հիշեցնենք, որ Տիգրան Հովհաննեսովին փնտրում են հոկտեմբերի 27-ից։ Փրկարարները, ոստիկաններն ու կամավորները Տիգրանին փնտրել են գյուղում, հարակից դաշտերում ու անտառում։ Թեև Սևանա լիճը համայնքի տարածքից հեռու է մի քանի կիլոմետր, սակայն որոնողական աշխատանքներ են տարվել նաև լճում և ափամերձ հատվածում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընթացք է տվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաղորդմանը, որն առնչվում է Էջմիածնի քիմիկների զորամասում տեղի ունեցած առերևույթ հանցագործությանը։ Ըստ մամուլի հրապարակումների իրավապահները զորամասում գործառույթ են իրականացրել և կան բերման ենթարկվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն սակայն մանրամասներ չի հայտնում։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է սպանության հատկանիշներով։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Աշխատանքներին ներգրաված է ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի համայնքային ոստիկանության 5 բաժիններից 150 և փրկարար ծառայությունից 150 ծառայող, նաև կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից 200 կամավոր։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Նա կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերին։ Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմի առաջին օրերին Թալիշի, Արեգա, Բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջի հրաման տալու համար։ Գեներալ լեյտենանտն այդ ժամանակ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր։ Ավարտվել է Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյայի կողմից հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը։ Պարզվել է, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության Թիվեն զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-ից 22 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575,000 դրամ արժողության 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են։ Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում գողության հատկանիշներով։ Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել իրազեկ քաղաքացիների միավորման կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ։ Առաջիկա օրերին դիմումը կուղարկվի քննչական մարմին։ Օրերս մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր կից գրառմամբ, թե այդտեղ Մայրաթոռի դիվանապետն է։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 43 անձանցից 24-ը կալանավորվել են մինչև 2 ամսով։ 15-ի դեպքում սահմանվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ վարչական հսկողություն։ Նրանք մեղադրվում են գործի քննությանը միջամտելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կամ դրդելու համար։ Կալանավորվածների թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները Նարեկ և Գևորգ Ղուկասյանները, ապօրինի շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի և համայնքապետարանի աշխատակիցներից մեկի մասնակցությամբ քրեական վարույթի քննությունը։ Ըստ վարույթի Դանիելյանն առանց դասական աճուրդի ավելի քան 1 միլիարդ դրամի հողամաս նոտարել է 41 միլիոնով։ Հրազդանի նախկին ղեկավարը նախաքննական մարմնին խնդրել է ազատել իրեն քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Կանխվել է կալանավորված անձի փախուստը։ Հոկտեմբերի 22-ին հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից դիմել է փախուստի։ Քրեակատարողական ծառայողը սպառելով կալանավորված անձի փախուստը, կանխելու բոլոր մյուս միջոցները մեկ նախազգուշական կրակոց է արձակել։ Սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դուրս շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։ Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Սպանված 21-ամյա տղայի եղբայրը Լոռու մարզի դատարանում դանակով հարվածել է սպանության գործով մեղադրյալին եւ փախել։ Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ դանակահարվածին վիրահատել է, նրա վիճակը կայուն է։ Հիշեցնենք 2024 թվականին Ստեփանավանում սպանել էին 21-ամյա Հայկ Մ-ին։ Սպանության համար մեղադրյալի աթոռին էին 4 անձ, որոնցից մեկը Էրիկ Դադիվանյանն էր։ Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը ընկերների Յուրա Մկրտումյանի, Գեգամ Նազարյանի, Գոր Նազարյանի հետ Հայկ Մաղաքյանին հրավիրել էր Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող տուն, որտեղ վիճաբանության ժամանակ Գեգամ եւ Գոր Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը եւ Յուրա Մկրտումյանը խմբի կազմում փոխ լրացնելով միմյանց գործողությունները Հայկ Մաղաքյանին ապօրինաբար կյանքի զրկելու, սպանելու դիտավորությամբ բութ, կոշտ, նաեւ կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի եւ որովայնի առաջնային եւ հետին մակերեսներին, սպանելով նրան։ Այնուհետև Էրիկ Դադիվանյանը ինքնությունը պարզված անձի եւ Գոր Նազարյանի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել եւ թաքցրել են նույն բնակավայրի Գարատոկ կոչվող հանդամասում, մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները եւ դին ծածկելով հողով եւ քարերով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է այն տեղեկությունները, որ ուկրաինական զորքերը շրջափակված են Պոկրովսկում, որը Դոնեցկի մարզի ռազմավարական կարևոր լոգիստիկ կենտրոն է եւ մեծ նշանակություն ունի ուկրաինական բանակի համար։ Նա միաժամանակ նշել է, որ այնուամենայնիվ իրավիճակը Պոկրովսկում բարդ է, քանի որ այնտեղ կենտրոնացած է թշնամու 170,000 զինվոր։ Զելենսկին ասել է, որ Պոկրովսկի համար լուրջ մարտ է ընթանում, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը նպատակ է դրել գրավել քաղաքը։ Ուկրաինայի նախագահը նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջիկայում նոր հեռահար հարվածներ են պատրաստում Ռուսաստանի տարածքում առաջնահերթ թիրախների ուղղությամբ։ Իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել է, որ հաջողությամբ ոչնչացրել են Ռուսաստանի ունեցած 3 օրեշնիկ հրթիռներից մեկը։ Միջազգային լուրերը տեսաշարով։ Հայաստանի երիտասարդ ծանոթները հաջող մեկնարկ են ապահովել դուրեսում ընթացող Եվրոպայի առաջնությունում, վաստակելով ընդհանուր առմամբ 6 մեդալ, 3 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե։ Մրցաշարի առաջին 4 օրերը ցույց տվեցին հայկական ծանրամարտի բարձր պատրաստվածությունն ու մրցանակությունը նոր ռեկորդներով եւ կայուն ելույթներով։ Առաջնությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը եւ սպասվում է, որ հայ մարզիկները դեռևս կավելացնեն մեդալների քանակը, շարունակելով Հայաստանի դրոշը բարձր պայել եվրոպական մրցահարթակներում։ Ալբանական Դուրես քաղաքում հոկտեմբերի 28-ին մեկնարկեց 2025 թվականի երիտասարդական Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը մինչև 20 եւ մինչև 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ։ Առաջնության առաջին 4 մրցույթային օրերի ընթացքում հայ ծանոթներին հաջողվեց նվաճել 3 մեծ ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ։ Հոկտեմբերի 29-ին 58 կիլոգրամ քաշային կարգում մինչև 20 տարեկանների առաջնությունում պայքարը սկսեց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Մեր մարզուհին փայլեց մրցագորգին, կատարելով բոլոր 6 մոտեցումները եւ դառնալով Եվրոպայի չեմպիոնուհի։ Գրիգորյանը երկամարտում գրանցեց 214 կիլոգրամ արդյունք, սահմանելով նոր երիտասարդական եվրոպական ռեկորդներ հրում վարժությունում եւ երկամարտում։ Նախ պոկում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահեց 91 կիլոգրամը եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Այնուհետև հրում վարժությունում վնասվածքի գնով մեր մարզուհին գնաց դեպի ռեկորդի, գլխավերևում պահելով 123 կիլոգրամ ծանրաձողը։ Գրիգորյանն իր ետևում թողեց իսպանացի Մարիա Օլալային, որը երկամարտում գրանցեց 205 կիլոգրամ արդյունք, իսկ բրոնզե մեդալ նվաճեց Ռումինիայի ներկայացուցիչ Դանա Բերչին 204 կիլոգրամով։ Ի դեպ Ալեքսանդրա Գրիգորյանը նաև 2024 թվականի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է 55 կիլոգրամ քաշային կարգում։
Նույն օրը մրցապայքարի դուրս եկան նաև մինչև 23 տարեկանների պայքարում 60 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդանյանը։ Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ապահովելով 3 ոսկե մեդալ՝ բողոմում, հրումում և երկամարտում 267 կիլոգրամ արդյունքով։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտում զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ բողոմում նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Հոկտեմբերի 30-ին Դուրեսում կրկին հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգն, այս անգամ պատվոհարթակին մինչև 20 տարեկանների պայքարում հանդես եկող Տիգրան Կարապետյանն էր։ 71 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող մեր ցանրորդը ոչ միայն նվաճեց 3 ոսկե մեդալ, այլև սահմանեց նաև 3 նոր ռեկորդ։ Նա պոկումում բարձրացրեց 145 կիլոգրամը, հրումում 176 կիլոգրամը և երկամարտում 321 կիլոգրամանոց ծանրաձողը։ Նույն քաշային կարգում հանդես եկող մեր մյուս հայրենակից Նարեկ Գրիգորյանը նվաճեց 3 արծաթե մեդալ, երկամարտի 318 կիլոգրամ արդյունքով, իսկ բրոնզը բաժին հասավ Թուրքիայի ներկայացուցիչ Էնգին Կարային, որը երկամարտում ուներ 300 կիլոգրամանոց արդյունք։ Նույն օրը մինչև 23 տարեկանների պայքարում Գոր Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր, գրանցելով երկամարտի 327 կիլոգրամ արդյունք։ Նա նաև 2 փոքր բրոնզ նվաճեց առանձին վարժություններում, իսկ հոկտեմբերի 31-ին մինչև 20 տարեկանների առաջնությունում հանդես եկող Նարեկ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ, գրանցելով երկամարտի 338 կիլոգրամ արդյունք։ Նա սահմանեց երիտասարդականների Եվրոպայի նոր ռեկորդ հրումում և երկամարտում, սակայն դրանք անմիջապես բարելավվեցին ադրբեջանցի Ռավին Ալմամադովի կողմից, որը հաղթեց ընդամենը 2 կիլոգրամ առավելությամբ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը հրումում նվաճեց փոքր բրոնզ, սակայն պոկումում 0 ստանալու հետևանքով մնաց առանց երկամարտի արդյունքի։ 2025 թվականի երիտասարդական Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը, իսկ հոկտեմբերի 31-ի գիշերն արդեն մեր մարզիկների առաջին խումբը վերադարձավ Հայաստան։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին, հաջողություն։ Ցտեսություն։